Հալելույա, օրհնալ լինի Տիրոջ անունը, ամեն։ Մի պատմություն հիշեցի, ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Մի մանկատուն է լինում, որտեղ հաճախ բարեգործներ են գալիս եւ որոշակի նվիրատվություններ են անում եւ այդպիսով մի բարեգործներից մեկը որոշում է երեխաներին տանել մանկական խանութ, որպեսզի երեխաներին ուրախացնի իրանց առանց այն էլ դառը մանկությունը մի լավ բանով լցնի եւ երեխաների հետ մտնում է մանկական խաղալիքների սրահ եւ ասում է գնացեք ինչ ուզեք ձերն է բոլոր երեխաները աչ ու ձախ են վազում ամեն մեկը մի բան է վերցնում եւ երեխաներից մեկը կանգնած մնում է այսպես եւ բարեգործն ասում է դու ինչի՞ չես գնում վերցնես մի բան երեխան գալիս է այդ բարեգործի ձեռքը պին բռնում ասում է որտեվ ես ուզում եմ քեզ ես այստեղից քեզ եմ ընտրում քո սրտի համար քո բարության համար եւ այդ բարեգործը այդ երեխային որդեգրում է ուզում եմ որ մեր սիրտը Աստծո հանդեպ չլինի մեր սերը մեր ամեն ինչը կախված չլինի այն նվերներից ու օրհնություններից որ Աստված մեզ տալիս է ուզում եմ որ Աստված բոլորի սրտում ձևավորի այդ երեխայի սիրտը որ մենք նրա էությունը սիրենք նրան սիրենք Միքա 7-րդ գլխի 7-րդ խոսքն ասում է բայց ես Տիրոջը կսպասեմ եւ կհուսամ իմ փրկության Աստծուն ինձ պիտի լսի իմ Աստված մի ուրախանա ինձ վրա ով իմ թշնամի որովհետեւ թեև ընկնեմ վեր կկենամ թեև խավարի մեջ նստեմ Տեր ինձ լույս կլինի ամեն ով է Աստված քեզ նման անօրենություն վերառնող եւ իր ժառանգության մնացորդի մեղքից նա անցկացող որ չի պահում իր բարկությունը հավիտյան որտեվ նա ողորմություն սիրող է նա դարձյալ մեզ պիտի ողորմե նա պիտի ոտնահարե մեր անօրենությունները եւ մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը Հավատարմություն պիտի անես Հակոբին, կարող ես ասել քո անունը, հավատարմություն պետք է անես ինձ Տեր, որ երթում ես արել մեր հայրերին, վաղ օրերից ի վեր։ Մենք խոնարհվում ենք քո առջև, ով հզոր, ով հինավուրց, ով իմաստության աղբյուր, ով սրբություն, մենք խոնարհվում ենք քո առջև, ամենակալ Աստված, որտև չկա մեկը քեզ նման որտև դու միակն ես, որտև դու բարությունն ես Տեր, որտև դու հանճարն ես, դու քաղցրությունն ես մեր կյանքի, դու մեր խավարը լույս դարձնողն ես, դու մեր դառնություններն ուրախություն դարձնողն ես, ուր գնանք քեզ մոտից Տեր, միայն քո մոտ կա հավիտենական կյանքը Տեր, մենք այսօր այստեղ, այս տանիքի տակ հավաքված Մեր փափակն ու նպատակն է հպվել քեզ Տեր Տեր փոքր երեխայի նման վազել քո գիրկը քեզ ամուր գրկել ապահով լինել Տեր Չկա քեզ նմանը Տեր չկա քեզ նմանը Ձայնդ կանչիր Հիսուս
There
հաշվի բայց հոգին իմ թող որ ասի Տեն է սրտիս սորություն ու բաշինը թող նրանով միշտ լծվի հոգից բացածության երկիր Տեն է իմ բաշինը Տեն է իմ բաշինը Տեն է իմ բաշինը Դու ես մեր բաշինը Տեր ահա սա է մեր ընտրությունը Տեր Տեն է իմ բաշինը Տեն է իմ բաշինը Տեն է իմ բաշինը հավիտյան Տեր դու ես մեր լավագույն բաշինը Տեն է իմ բաշինը Տեն է իմ բաշինը Դու ես մեր բաշինը Տեր Տեն է իմ բաշինը հավիտյան Մենք ամեն ինչի մեջ ընտրում ենք քո ձեռքը բռնելը Տեր որտեղ քեզնից քան բան չունենք այս աշխարհում Դու ես մեր բաշինը Տեն է իմ բաշինը հավիտյան Տեն է իմ բաշինը հավիտյան Դու ես մեր բաշինը հավիտյան Օրհնում ենք քո անունը Տերերի Տեր ու արքաների արքա որ սիրում ես ողորմություն անել քեզ սիրողներին Օրհնում ու փառաբանում ենք քո սուրբ անունը արժանի ես առնելու ամեն փառք ու պատիվ Հիսուս Քրիստոսի անունով ամեն Բարի գալուս Տիրոջ տուն, հարազատներս բոլորին։ Մի համար կա Եբրայեցիներից որ կկարդամ, Մովսեսին վերաբերող։ Այստեղ ասում է, թե ինչպես Մովսեսը կատարեց իր կյանքի ամենադժվար որոշումներից եւ որոշեց թողնել Եգիպտոսում ունեցած հարստություն ու շքեղությունը։ Եկեք հիշենք ով էր Մովսեսը։ Մովսեսը պատրաստվում էր որպես Եգիպտոսի թագավոր լինելու համար։ Ինքը այդ արքայական պալատից էր, փարավոնի թոռն էր։ Եկեք համարը կարդամ Եբրայեցիների 11-24-ից 26-ը։ Հավատով էր, որ երբ Մովսեսը մեծացավ, հրաժարվեց փարավոնի դստեր որդի կոչվելու, նա նախընտրեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղսավոր վայելքներ ունենալ։ Քրիստոսի նախատինքը Եգիպտոսի առատ գանձերից ավելի մեծ հարստություն համարեց, որովհետև վարձի հատուցում էր ակնկալում։ Սա իմ համար ամենամեծ օրինակն էր հավատի, որ Մովսեսը ցույց տվեց դեպի Աստված, որ պետք է մարդը ունենա իր կյանքում։ Փառք Տիրոջ Մովսեսի նման օրինակի ու իր նվիրական կյանքի համար դեպի Աստված։ Փառք Տիրոջը Աստված օրհնի բոլորիդ, կարող ենք առաջանալ մեր նվերները առաջ բերենք։ Աստված օրհնի բոլորիդ։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ, խնդրում եմ մի քանի րոպե, ուզում եմ աղոթենք ձեզ համար,
միասին աղոթենք եւ Աստծո օրհնությունը ուզենք։ Գիտեք, ամեն անգամ երբ որ մենք մի բան բերում ենք Աստծո ներկայության մեջ, սա նշանակում է, որ Տեր, մենք քեզ մասնակից ենք անում մեր կյանքին, մեր կենցաղին, մեր ֆինանսներին։ Տալ Աստծուն նշանակում է մասնակից լինել երկնային ծրագրին, երկնային կառույցին։ Աստված երկրի վրա ունի եկեղեցի եւ այդ եկեղեցին դարից դար քայլում է հաղթական եւ զորավոր։ Շնորհիվ ձեզ նման նվիրյալների, ովքեր իրենց կյանքից մի մաս բերում են Տիրոջը տալու, Աստծո խոսքի համաձայն։ Գիտեք, Սուրբ գրքում շատ համարներ կան, որոնց մեջ մենք կարող ենք տեսնել, որ Տիրոջ տուն գնալուց դատարկա ձեռն մի գնա, կամ քո ընծան, որ բերում ես Տիրոջը, ուրախության բարա, հոժարության բարա, եւ այն ամեն ինչ, որ մենք այսօր անում ենք, սիրելներ, սա հենց այս խոսքի իրականությունն է։ Իսկապես օրհնություն լինել այստեղ։ Ես ամեն անգամ այս բանը ասում եմ եւ չեմ զանզրանում այս խոսքերից, որովհետեւ գիտեմ, ժամանակներ կար, որ մարդիկ երազում էին մեկտեղ հավաքվեին, որտեղ այդ առիթը չէր տրվում իրենց, տարբեր պատճառներով։ Հալածանքներ կար, խնդիրներ կար, միգուցե անհավատություն կար, միգուցե ժամանակ Քրիստոսին չունեին, բայց երբ որ այս տեսակ հավաքույթները լինում են, սա նպաստում է մեր հոգեվոր կյանքին, մեր աճին, եւ մենք կարիք ունենք ամեն անգամ գնահատել այս ծառայությունները, որ լինում են եւ տեղի են ունենում։ Ամեն։ Վստահ եմ ձեր կյանքի մեջ որոշումով եք եկել։ Եկեք անցնենք Աստծո խոսքին, սիրելիներ, այսօրվա նյութը, որ սրտումս կա, պետք է ձեզ հետ բաժնեկցեմ։ Ես սիրում եմ վերնագրեր դնել, որտեղ վերնագիրը մեզ պահում է ուղղության վրա։ Երբեմն մենք առանց վերնագիրի կարող ենք խոսել, հետո ասենք լավ ինչի մասին էր, որտեղ ամեն ինչից խոսեցինք, բայց չկար կոնկրետ ուղեցույցը, բայց այսօրվա իմ պատգամի վերնագիրը դրել եմ այսպես. Աստված ուրիշ բան է տեսնում։ Մարդիկ միշտ ուրիշ բան են տեսնում, բայց Աստված ուրիշ բան է տեսնում։ Վստահ եմ դուք արդեն ձեր մտքի մեջ ունեցաք որոշ պատգամներ, որոշ խորհուրդներ, Սուրբ գրքից որտեղից որտեղ չէ, բայց մարդու տեսանկյունը, մարդու տեսադաշտը լրիվ ուրիշ է։ Երբեմն այդ սահմանափակության մեջ մարդիկ այնքան ազատ մեծ են արտահայտվում, որ մտածում ասում ես թե իրանք ամեն ինչ գիտեն։ Բայց գալիս հասնում է միտեղ մի արգելք եւ մարդը դադարում է այդ տիտղոսը կրելուց, թե ինքը ամեն ինչ գիտի։ Ինքը ոչինչ էլ չգիտի։ Բայց դա չենք կարող ասել մեր Աստծո մասին, որովհետեւ մեր Աստված ամեն բան լավ գիտի։ Եվ բացի այն, որ ինքը ամեն բան լավ գիտի, նա ուրիշ բան էլ գիտի, որ մենք չգիտենք։ Տարիներ առաջ, երբ որ մենք ծառայում ենք Հայաստանում, դեռ եկեղեցին բավական մեծ էր եւ Աստված հիանալի ձևով օրհնում էր, հարյուրավորներ գալիս էին ծառայության, ես հիշում եմ, որ այդ ծառայությունների ժամանակ մարդիկ գալիս են սիրտները բացելու, ասում են, «Էս ինչ հարցը կա, էս ինչ խնդիրը կա, ինչպես անենք»։ Եվ գիտեք, մենք իրենց ասում ենք, որ ժամանակ վերցնենք առանձին զրույցի, եւ երբ որ առանձին ժամանակ ենք վերցնում, ամուսիններ էին գալիս, գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ կինը գալիս է, մեղավորնով է միանշանակ։ Իսկ երբ որ ամուսինն է գալիս, մեղավորը երկուսն են, զոքանջը եւ կինը։ Այո։ Կինն է մեղավոր, ամեն բան էսի գցում է նրա վրա, այն գցում է նրա վրա։ Եվ ես հիշում եմ, որ մենք մեր մեջ այդպիսի պայմանավորվածություն ունենք մեր ծառայողներով, ասում ենք, եկեք առաջինը լսենք ինչ է ասում այս մարդը, երկրորդը լսենք ինչ չի ասում այս մարդը, եւ երրորդը լսենք թե ինչ է ասում Աստված։ Որովհետև մարդիկ միշտ մեղքը բարդում են դիմացինի վրա, մեկը մյուսին է մեղադրում, դու ես սխալ, դու ես դու ես քո պատճառով, չէ, եթե դու չլներ, տենց չէր լինի, բայց Աստված ամեն ինչ ուրիշ տեսանկյունից է նայում։ Մարդիկ կան, որոնց մենք գնահատում ենք լավ մարդ, բայց երբ որ գնանք նրանց
ներքին խոհանոցը, կհասկանանք, որ իսկապես այդ արժեքը չէ, որ ինքը կրում է։ Կամ հակառակ կարող է լինի։ Վատ մարդը, այս մարդը բանի պետք չի, բայց տեսնում ես նեղության ժամանակ հենց այդ մարդն է քո կողքը, հենց հավատարմությունը թաքնված է նրա մեջ։ Հենց այդ սիրտը, որ ունի սիրով լցված հանդեպ քեզ, հենց ինքն է։ Համաձայն եք ինձ հետ։ Որքան էլ ցավալի է, բայց սա իրականություն, սիրելիներ։ Մենք ամեն ինչին ճիշտ չենք կարող վերաբերվել, որովհետև սահմանափակ է մեր տեսանկյունը, մեր տեսադաշտը, մեր հորիզոնը, բայց երբ որ Աստված է խոսում, ուրիշ բան է տեղի ունենում։ Ամեն։ Այսօրվա նյութը շատ հետաքրքիր է, սիրելիներս, եւ ես վստահ եմ, որ մեր Սուրբ Հոգին մեզ պետք է նորոգի, որ մեր միտքը կարողանա արթուն լինի հասկանալու այս ամբողջ ճշմարտությունը։ Աստված ուրիշ բան է տեսնում։ Միտեղ մի էքսպերիմենտ են անում, եւ գիտեք էքսպերիմենտը սա է, փակում են մարդկանց աչքերը եւ ինչ որ առարկա են դնում իրանց առաջ, փորձարկում։ Ինչ որ առարկա են դնում իրանց առաջ եւ փակ աչքերով իրանք պետք է նկարագրեն, մեկ հպումով, մեկ ձեռքը պիտի տան ու ասեն ինչա։ Եվ մեկը փակում են աչքերը եւ ձեռքը տանում է, ասում է սա խողովակ է, ընդամենը խողովակ։ Շատ լավ, տանում են դուրս, մյուսին են բերում փակ աչքերով, նույն առարկային կպնում է, սա ինչ է, ասում է սա գնդակ է։ Շատ լավ, շանել են տանում, մյուսին են բերում եւ ամեն մեկը մի 5 հոգի բերում են, բոլորի աչքերը կապած եւ վերջում արդյունքում դուրս է գալիս, որ նրանք խոսում են տարբեր բաների մասին։ Բայց երբ որ բոլորին բերում են սենյակ, բացում են իրենց կապած աչքերը, տեսնում են, որ այնտեղ ընդամենը մի հատ թեյնիկ է դրած։ Կապ ուներ, թե մարդիկ որ կողմից էին կպել եւ ինչ են իրանք պատկերացրել։ Երբեմն մենք էլ այդպես ենք կյանքի նկատմամբ, մարդկանց նկատմամբ, Աստծո նկատմամբ, հավատքի նկատմամբ։ Մենք տեսնում ենք, ասում ենք հավատացյալներ։ Որոշ մարդիկ ժամանակին հավատացյալներ անվանում են նաեւ նրանց, ում որ ուզում էին անարգեին։ Այս հավատացյալ ես դառել։ Չէ՞։ Ովքեր որ ավելի հին ժամանակներից մոտ 20-30 տարի առաջվա ապաշխարածներ են կհիշեն, գիտեք ինչի մասին է խոսքս։ Բայց Աստված ժամանակները շուռ տվեց, եւ այսօր եթե մեկին ասեն, էսի հավատ չունի, էդ է ամոթ։ Չէ՞, համաձայն եք ինձ հետ։ Բայց երբ որ Աստված է խոսում, Աստված է նայում իրավիճակին կամ որևէ ինչ որ մի բանի, նա իր յուրահատուկ կարծիքը ունի, որը տարբերվում է բոլորիս կարծիքներից։ Ես այսօր 5 տարբեր մարդկանց մասին պետք է խոսեմ եւ տարբեր իրավիճակների մեջ մենք պետք է տեսնենք, թե Աստված ինչպես է նայում ինձ, քեզ, մեր իրավիճակին, մեր ով լինելուն եւ այդ ամեն ինչի մեջ պետք է փորձենք հասկանանք Աստծո սիրտը։ Ամեն։ Դու պատրաստ ես լսես, թե Աստված ինչպես է քեզ վերաբերվում։ Այնպես որ դու չես վերաբերվում քեզ, բայց ինքը քեզ տենց է վերաբերվում։ Դու քո մասին այդ կարծիքը չունես։ Մենք վախկոտ ենք, մենք չգիտեմ փախնում ենք, մենք էս ենք, այն ենք, բայց Աստված քեզ եւ ինձ ինչ է անվանում զորավորներ, սուրբեր, երկնային խնջույքի մասնակիցներ, երկնքի քաղաքացիներ, Աստծո որդիներ, Քրիստոսի արյամբ սրբվածներ, մեծ նեղությունից եկողներ, ովքեր հաղթեցին սատանային գառնուկի արյունով եւ վկայության խոսքով։ Աստված այս գնահատականը ունի հանդեպ մեզ։ Մենք հոմետես չենք ճանաչում մեզ, չէ՞։ Ինչու՞, որովհետեւ մեր նկատմամբ մենք խոսում ենք այն ինչ որ մենք արտաքինը գիտենք, բայց Աստված տեսնում է խորը տեղերը եւ նա ուրիշ բանի նկատի ունի։ Ես ուզում եմ սկսել, սիրելիներ, մի հետաքրքիր պատմությունից, որ Աստծո խոսքը մեզ տալիս է այս պատմությունը որպես նվեր։ Շատ հետաքրքիր պատմություն է Դավիթ թագավորի մասին։ Բոլորս լավ գիտենք Դավիթ թագավորին։ Ինչպես որ Սուրբ Գիրքը կարդացել ենք, գիտենք Դավիթը Իսրայելի երկրորդ թագավորն էր, նրանից առաջ Սավուղն էր թագավոր, ում աղջկան Դավիթը հետո առավ, ամուսնացավ։ Սավուղի թագավորության ժամանակ տեսնում ենք, որ մեծ խնդիրներ եղան, մեծ խնդիրներ։ Կարծես թե երկիրը պիտի խաղաղություն ունենար, բայց արեք տեսեք, որ այդպես չեղավ։ Մեծ խնդիրներ էին առաջ գալիս։ Մի մարգարե կար Սամուել անունով, ում հետո քիչ ավելի ուշ պետք է անդրադառնանք, ավելի ճիշտ իր ընտանիքին, բայց Սամուել մարգարեն մեկ օր լսում է Աստծո ձայնը, որ Աստված իրեն խոսում է, սա գրված է Առաջի թագավորած գրքի մեջ։ Աստված խոսում է Սամուելին եւ Սամուելը լսում է Աստծո ձայնը եւ ասում է. «Բավական է Սավուղի համար սուք անես եւ լացես, որովհետեւ ես նրան մերժեցի, նա այլևս թագավոր լինել չի կարող»։
Եվ հիմա, տեսեք ինչ է ասում, վերցրու քո եղջյուրը, որի մեջ յուղ կա լցրած, վերցրու եւ գնա Հեսեի տուն, Բեթլեհեմացի Հեսեի տուն, որովհետեւ նրա որդկանցից մեկի համար ուզում եմ, որ դու թագավոր օծես։ Գնաս մեկի տուն եւ կոնկրետ անուն ազգանունով կոպիտ ասած ասում է, որ դու պիտի գնաս եւ ես նրանց տան մեջ մեկին տեսնում եմ, որին մարդիկ չեն տեսնում։ Նրանց տան մեջ տեսնում եմ մի հոգի, որին Աստված տեսնում էր եւ մարդիկ չեն տեսնում։ Առաջին թագավորած 16-րդ գլուխը եւ 4-ից 7 համարները։ Եվ Սամուելն արեց Տիրոջ ասածը եւ գնաց Բեթլեհեմ եւ քաղաքի ծերերը դողալով դիմավորեցին նրան եւ ասեցին. խաղաղությամբ է գալդ, եւ նա ասեց. խաղաղությամբ։ Տիրոջ համար զոհ անելու եկա, սրբվեցեք եւ ինձ հետ զոհի եկեք։ Եվ Հեսեին եւ նրա որդիներին սրբել տվավ եւ նրանց զոհի հրավիրեց։ Եվ երբ որ նրանք եկան, Եղիաբին տեսածին պես ասեց. ահա Տիրոջ օծյալը իր առաջին, բայց Տերը Սամուելին ասեց. նրա երևույթին եւ հասակի երկայնությանը մի նայիր, որովհետեւ նրան անարգեցի։ Այն պատճառով, որ այն չէ բանը, որ տեսնում է մարդը, որովհետեւ մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում։ Որքան գեղեցիկ է նկարագրություն Աստծո խոսքի մեջ։ Սամուել մարգարեն Տիրոջ ասացի պես Տերը կոնկրետ ասել էր, վեր կացավ եւ գնաց։ Գնաց, տեսավ այո, կա այդպիսի մարդ, ես չգիտեմ նրանից առաջ ինքը ճանաչում էր թե ոչ, բայց որևէ հիշատակություն չկա։ Վեր կացավ եւ Սամուել մարգարեն գնաց հարցուփորձ անելով միգուցե հասավ մի տուն եւ այդ տան մեջ հարց է տալիս. ուր են քո որդիները կանչիր, որովհետեւ Աստված ուզում է քո որդիներից մեկին թագավոր օծի։ Դուք պատկերացրեք հանկարծ մեկ օր ինչ որ մի Աստծո մարդ մտնում է ձեր տուն եւ ասում է գիտես, որ հաջորդ պրեզիդենտը քո տնից ալնելու։ Հիմա մենք չենք ուզի դա, որտեվ հասկանում ենք ինչքան դժվար ժամանակներ են եւ պրեզիդենտ լինելը մի ժամանակ ասում ինչ ես ուզում դառնաս։ Ես հիշում եմ այդպիսի բան կար, դպրոցում հարցնում էին ինչ ես ուզում դառնաս։ Մի դասարան, երբ որ ուսուցիչը մտնում է եւ ուզում է չի ճանաչում, իմ իմիջիալոց դասարանը բավական շատ վատ դասարաններ են, չսովորող, եւ հարց է տալիս, ով է ինչ է ուզում դառնալ, թող ասեք ամեն մեկը բան, ես ասեմ, այո, ասա, եւ տղաներից մեկը վեր է կենում եւ ասում է, ես ուզում եմ լյոթչիկ դառնամ, լյոթչիկ գիտեք, օթաչու եմ ուզում դառնամ։ Նայում այդ տղայի գնահատը անունդ ինչ է, նայում անես ինչի լյոթչիկ դարձող է։ Ասում լավ, ասում դու դառնաս օթաչու։ Էլով ինչ է ուզում դառնա, մի հատ աղջիկ, ես ասեմ ինչ, ասում լավ, մի հատ էլ դու ասա, ինչ ես ուզում դառնաս, ասում ես էլ ուզում եմ դառնամ սյուարդեսա։ Գիտեք ո՞, սյուարդեսան, այսինքն օթանավի մեջ ուղեկցորդ, բորտ ուղեկցորդուհի եմ ուզում դառնամ։ Անունդ ինչ է, ասում ես ինչ է նայում, վայ աման։ Էնի օթաչու, ես մեկը բորտ ուղեկցորդուհի, դառնում է տղային, ասում տղա ջան, ուրեմն այս աղջկան էլ կվերցնես հետդ ու հողերն եկավ այդ սամալյոտի գլխին։ Երբեմն մենք այդպես ճանաչում ենք մարդկանց, բայց իրականում գիտեք, մարդիկ մեծանում են, կյանքը փոխվում է, լրիվ ուրիշ բան է դառնում։ Աստված գալիս մտնում է մեկի տուն, կարծես թե իր խոսքի, իր ծառայի միջոցով եւ ասում է քո տղան, տղաներից հետ մեկը թագավոր պիտի լինի եւ մարդը շատ է զարմանում։ Իմ տղաներից մեկը թագավոր եւ տղերք շարվեք։ Հիմա պիտի որոշենք ով է։ Լսեք ուշադիր։ Երբ որ տղաները շարվում են, այս մարդը Սամուել մարգարեն մի անգամից անցնում է գործի մտածելով, որ Աստված ինձ բերել է, հիմա ես կարող եմ ընտրել իրան։ Լսեք ուշադիր, երբ որ Աստված նախաձեռնում է որևէ ծրագիր, նա չի դադարում եւ չի հանձնում մեզ, նա մասնակից է դարձնում մեզ իր ծրագրին։ Նա է ղեկին, նա է նստած, նա է որոշում եւ նա է առաջնորդում ինչ որ պետք է լինի։ Եվ երբ որ տեսավ Եղիաբին, որ հասակով բարձր, զորավոր, հալելույա, ինչ է ասում նրան, հեսա, Տիրոջ օծյալ թագավորը հենց էսա, բոյը տեղը, բուսաթը տեղը, ամեն ինչ տեղը, բայց լսեք ուշադիր, ուզում եմ շատ ուշադրություն դարձնեք, եւ ասում է, բայց Տերը ասեց Սամուելին, հիշեք սա, Տերը ասեց Սամուելին, նրա երևույթին ու հասակին մի նայի, որովհետեւ Աստծո գործի մեջ 90-60-90-ը չի աշխատում,
որովհետև չկան հատուկ այնպիսի մարդիկ, որոնց Աստված ասում է, գիտես, մնացածը բանի պետք չեն, այ դու որ ծնվել ես, դու քո ծնողները շատ լավն են եղել, արի քեզ ընտրեմ։ Ոչ, Աստծո ընտրությունը կախված չէ մեր նախնիներից, Աստծո ընտրությունը կախված չէ որևէ մեկից հասակից, տեսքից, գեղեցկությունից, տեսակից, բացարձակապես։ Նույնիսկ տղա եւ աղջիկ, ով ուզում է լինի, Աստված կարող է օգտագործել յուրաքանչյուրիդ։ Ամեն։ Ինչ որ մեկին նայր եւ ասա քո կողքը, Աստված կարող է քեզ օգտագործել։ Նա դժվարություն չունի, նա խնդիր չունի քեզ օգտագործելու համար։ Նա պատրաստ է քեզ օգտագործել, այնպես որ պատրաստ եղիր։ Ամեն։ Աստված ասեց երևույթին ու հասակի երկարությանը մի նայիր, որովհետև ես նրան անարգեցի, այսինքն ծալել դրել եմ մի կողմ։ Ես չեմ ուզում, որ նա դառնա իմ ժողովրդի թագավորը։ Այդ պատճառով չի բանը, որ տեսնում է մարդ, այսինքն կարևոր այն չի, թե դու ինչ ես տեսնում, կարևոր է նա, թե Աստված ինչա տեսնում իր մեջ։ Եվ Աստված ինչին է նայում։ Մենք սիրում ենք միշտ ասել այդ բառը, Աստված սրտին է նայում։ Դուք հավատում եք, որ Աստված գնահատում է մեր ներքին ապրումը, մեր սիրտը։ Չէ՞։ Մենք հավատում ենք, որ Աստված նայում է մեր սրտերին։ Աստված գնահատում է մեր սրտի, մեր խորը ծածուկ տեղերը, բայց նախքան որ Աստված հավանի մեր սրտին, առավել կարևորը այդ պահը չէ, դրանից առաջը ինչպես ենք ապրում, որ Աստված հավանում է մեր սրտին, որովհետև երբ որ նայում ենք այս մարդկանց նախքին ապրելակերպն էր, որ մերժեց Աստված, եւ ասես չի կարող մեկը, որ ընենց արժեքներ ունի, գա իմ այս արժեքների վրա թագավոր դառնա։ Ինչ ենք տեսնում։ Սամուելը շատ շտապեց, շատ ընկավ առաջ, մտածում է Աստված, եթե իրան մի քայլ է տվել, ուրեմն մնացած խաղը ամբողջ իրանն է։ Սիրելի քույրես, եղբայրս, եթե քո միջոցով ինչ որ մեկը օրհնվել է, ինչ որ մեկը ազդվել է, ինչ որ մեկը ապաշխարել է, մի մոռացիր, դա դու չես եղել։ Աստված քո միջոցով է դա արել։ Ուրեմն, երբ որ հասնենք տեղ, երբ որ հասնենք տուն, այն ժամանակ մենք ասենք Տեր, այս պսակը, որ դու դրեցիր իմ գլխին, դու ես արժանի, եւ պիտի խոնարհվենք եւ դնենք Տիրոջ ոտքերի առաջ։ Ամեն։ Գիտեք, որ Հեսեն կանչեց մյուս տղային, ասեց հələ մի հատ ուրիշին բերեք։ Նայեք, երկրորդ քայլն անում, առաջինը տեսնում է Եղիաբին, երկրորդը կանչում է Աբինադաբին, կանչում է երկրորդ եղբորը, որ նորից էլի հասակով ամեն ինչ կարծես թե այդ համապատասխանում էր։ Եվ Սամվելի արջևից գրվածը անցկացրեց, հələ մի հատ քայլի տենամ տղա ջան, հələ կարող ես քայլես։ Ես հիշում եմ, երբ որ մենք պիոներ էինք ընդունվում, մեզ ասում են հələ մի հատ եկեք մարշ քայլեք մի հատ։ Քայլում ենք, կարանք քայլենք թե չենք կարող։ Հենց չենք կարող, ասում են չէ, պիտի դուք չեք կարա պիոներ լինեք։ Որտեղ պիտի բոլորն իրար հետ հավասար քայլեին։ Անցկացավ, լսեք ուշադիր, ես շատ եմ սիրում այս մասը։ Սամուելը ասեց, լսեք, նա ասեց, Սամուելը ասեց. Տերը սրան էլ չընտրեց։ Նրան Տերը ասեց, որ ես սրան չեմ ընտրել, Սամուելը մի քիչ առաջ էր ընկել, բայց հանկարծ տեսնում ենք, որ հիմա Սամուելը զգուշանում է, որտև ինքը փորձում է տեսնի ինչա տեսնում Աստված, որ մեկին է տեսնում Աստված։ Մենք մեկին տեսնում ենք, երկու բերան խոսում ենք, մի հատ ջանուջիգար ենք անում, կյանքներս փռում ենք իր առաջ։ Աստված ասում է լսիր, այդքան խելացի մի եղի։ Դու չգիտես ինքը ով է։ Եվ ինչ ասում, Սամուելը ասեց, Տերը սրան էլ չընտրեց։ Եվ Հեսեն Սամային անցկացրեց, եւ նրան ասեց, Տերը սրան էլ չընտրեց, Հեսեն Սամուելի առաջով իր 7 որդիներին անցկացրեց, եւ Սամուելը Հեսեին ասաց, Տերը սրանցից ոչ մեկին էլ չի ընտրել։ Ոչ մեկին։ Եվ այստեղ հարց, ուրիշ չունեք։ Ես մտածում եմ, որ կարող էր հանկարծ Սամուելը կասկածեր ասեր, Տեր, կարող է սխալ հասցել մեկ է ուրիշ Հեսե կա։ Կարող է ուրիշ մարդու տուն պետք է գնայ, որտեղ սրանցից ոչ մեկը չկա, բայց Աստված չի սխալվում, սիրելիներս։ Կարող ենք ասել Աստված չի սխալվում։ Երբեք չի սխալվում։ Նա երբ որ մի բան ասում է, ճշմարտացի է, հավատի արժանի։ Ամեն։ Եվ ինչ է անում։ Մենք տեսնում ենք, որ արդեն ապագան մեզ պարզ է, եւ նա կանչել է տալիս Դավիթին, որովհետեւ Հեսեն ասեց, հա, ասեց մի տղա էլ ունեմ, իհարկե դա իր անօրինական տղան էր, ոչ իր իսկական կնոջից ծնված։ Եվ ասում է, կանչեք իրան էլ դաշտերում է, գառների հետ գալիս են, սրանից այնպես գառի հոտ է գալիս, դժվար է դա թագավոր դառնա։ Եվ ինչ է ասում, Տերն ասեց, սա է, վեր կաց եւ յուղդ լցրու իր գլխին։
եւ նա կդառնա Իսրայելի թագավորը։ Ինչ հա տեսնում Աստված, նրան ով որ անարգված է, նրան ով որ ստվերներում է, Աստված այդ ստվերների մեջ էլ այդ մարդուն տեսնում է։ Ովքեր որ սահմանափակվել են իրանց փոքր նեղվածությունների մեջ, իրանց վիրավորանքների մեջ, իրանց աշխարհն են սարքել, միգուցե իրանք այդ աշխարհում լավ են զգում իրանց, բայց չեն կարողանում ռիսկ անեն դուրս գան արտաքին աշխարհ, Աստված ասում է ես հենց սրանի նկատի ունեմ։ Եվ Աստված կարող է այդ հրաշքը անի։ Որտեղ ոչ միայն Դավթի կյանքի մեջ, այլ նաև ուրիշ տեղ Աստծո խոսքի մեջ մենք կարդում ենք Առակաց 21-րդ գլուխ 2-րդ համարի մեջ, ահա լսենք թե ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Մարդիս ամեն ճանապարհը ուղիղ է իր աչքի առաջին, բայց սրտերը կշռողը Տերն է։ Ինչ քաշ ունի մեր սիրտը։ Ինչ է լցրած մեր սրտի մեջ։ Մարդիկ կան, որ իրանց սիրտը դատարկ է, չէ՞։ Օրինակ, երբ որ ամուսնու բանը, եթե մեկը ընկեր չունի, ասում են ձեր սիրտը ազատ է, չէ՞։ Երիտասարդ աղջկան, ձեր սիրտը ազատ է։ Եթե ասում է չէ, ուրեմն հասկանում եք, որ ինչ որ մեկը կա այնտեղ։ Կշիռ կա, հաշվի նստելու հարցեր կան, բայց տեսնում ենք, որ այստեղ ինչ ասում, մարդու բոլոր ճանապարհները իր աչքի առաջ ուղիղ են։ Ճիշտ է, էսա, պետք է սենց լինի, սրանից հետո, էս ինչը, այն ինչը։ Բայց գիտեք, Աստված ասում է, հələ մի րոպե, այդ որ դու տենց խոսում ես, հələ տենա մեջը ինչ կա այդ սրտի։ Կա արդյոք մի բան, որի համար ես պետքա քեզ քաջալերեմ, քեզ առաջ տանեմ, եւ տեսնում ենք, որ իսկապես դա շատ կարեւոր է, Աստված նայում է սրտերին։ Առաջին Պետրոս 3-րդ գլխի 4-րդ համարի մեջ Պետրոսը իր ընդհանրական թղթի մեջ այս հիասքանչ խոսքերն է ասում մեզ։ Որ ձեր զարդարանքը չլինի դրսևանց մազերի հյուսելը եւ ոսկեղենների շարելը կամ շքեղ հանդերձներ հագնելը, այլ սրտի ծածուկ մարդը հեզ եւ հանդարտ հոգու անեղծությամբ, որ դա Աստծո առաջին շատ թանկագին է։ Սա վերաբերում է քույրերին։ Սրանից առաջ խոսում է քույրերի մասին, ովքեր որ իրենք զարդարում են, իրենց ամեն ինչը դրսից, քույրեր զգուշ եղեք, լավ բան է գեղեցիկ լինելը, բայց դրա հետ զուգահեռ պետք է տանել ներքին գեղեցկությունը։ Եվ եթե մի փոքր ասեմ, մարաթոնի մեջ թույլ տվեք ներսի գեղեցկությունը ավելի գեղեցիկ լինի։ Եվ ինչ է կատարվում, տեսնում ենք, որ Պետրոսը հետաքրքիր խոսք է ասում, դրսից չէ կարևորը զարդարվելը, մազեր հյուսելը, ոսկեղենների շատը, շքեղ հանդերձ հագնելը, լավ է, գեղեցկությունը գնահատելի, Աստված շատ հիասքանչ բաներ է ստեղծել, եւ մարդուն տվել է արարելու այդ զորությունը, որ մարդը կարող է գեղեցիկ բաներ ստեղծի։ Բայց ինչ ենք տեսնում, Աստծո գնահատականը դուրսը չի, սիրտն է, ասում է այլ սրտի ծածուկ մարդը, այն թաքնված մարդը, որ բոլորը գիտեն, հեսա դու ես փախնելու, բայց դու մնում ես, բոլորը գիտեն, հեսա դու ես դավաճանելու, դու հավատարիմ ես, բոլորը գիտեն, որ հեսա դու պատասխանես լեզվանի լինես, մեկ էլ դու լռում ես եւ ճանապարհ ես տալիս Սուրբ Հոգուն։ Ներսի մարդ, ծածուկ մարդ, թաքնված մարդ, որին դեռ աշխարհը շրջակայքը չի ճանաչում։ Այդ մարդը, քո ներսը պետքա կարողանա հաճելի լինի Տիրոջը։ Ինչպիսին է այդ ներսի մարդ, ասում է հեզ։ Մովսեսի համարել են օգտագործած նույն բառը հեզ նշանակում է հեշտ կառավարելի։ Դուք պատկերացրեք, եթե մի ալյումինի մի լար եք վերցնում, ոնց ծռում եք, ինքը այդպես մնում է, չէ՞։ Իսկ պողպատ վերցնեք, պողպատը հեզ չի։ Դուք չես կարող իրան ծռես, ինքը քեզ կծռի, բայց դու չես կարող իրան ծռես։ Հեզ, եւ ասում է հանդարտ, հոգու անեղծությամբ, եղծանել, որը բառը հայերեն շատ խոր իմաստ բառ է, եղծել կեղծարարության նման մի բան է, որը ցույց է տալիս որ ինքը իրականում կա, բայց իրականում ինքը չի։ Եվ այդ անեղծ վիճակը, չափականված, մաքրամաքուր վիճակն է։ Եվ ինչ է ասում, դա Աստծո առջև շատ թանկագին է։ Իմ ու քո ներսի մարդն է կարևոր Աստծո առաջ, սիրելիս։ Հիշեք, այս մարմինը թողելու ենք ստեղ եւ գնանք։ Աստծո խոսքն ասում է, երբ որ քանդվի մեր այս վրանի նման եղած տունը, մենք մի շինվածք ունենք անձեռագործ, հավիտենական մի տուն։ Մենք գիտենք, որ շուտով այս մարմինը կվերջանա։ Սրա փառքը զորությունով 80 տարի է։ Ոմանք, որ շնորհքի ճոխությունով ապրում են 100, 110, 120, ես չգիտեմ, դրանց բանը դատաստան ավելի ուրիշ պետք է լինի երևի։ 2 դատաստան կունենան, չէ, հումոր եմ անում։ Երեմյանն էլ է անդրադառնում այս խոսքերին, սիրելներ, եւ ինչ է ասում ծածուկ սրտի մասին, եկեք լսենք։ Ես Տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը,
որ տամ մարդիս իր ճանապարհների համեմատ եւ իր գործերի պտղի համեմատ։ Աստված ասում է, ես քննում եմ, ամեն ժամանակ իմ եւ քո սիրտը քննության է։ Մենք երբեմն մեր համալսարանական դասընթացների ժամանակ կամ ուսանող տարիների ընթացքին մենք միշտ սովորել ենք որոշ ժամանակ ապրենք, ինչ-որ բան սովորենք, չէ, դա առարկան անցնում ենք եւ հետո ինչ ենք անում, պատրաստվում ենք քննության։ Բայց գիտեք, հիմա ինչ որ մենք անցնում ենք, ամեն օրը քննության օր է։ Ամեն օր, ամեն վայրկյան, ամեն իրավիճակ, ամեն իրադարձություն մեր սրտի քննության օրն է։ Այնց որ այդ օրը մենք միշտ դողով ենք, չէ, վայ հանկարծ չկտրվեմ, հանկարծ ինչի որտեվ նպատակ ունեմ։ Եկեք նայենք մեր ներսի նպատակներին։ Մենք նպատակ ունենք Քրիստոսինը լինելու, նրա համար ապրելու, հավիտենական կյանքը ժառանգելու։ Դրա համար ահով ու դողով, ինչպես Առաքյալը կասեր, ձեր փրկությունը փրկության համար գործեք։ Ահով ու դողով։ Վախենալ է պետք։ Ոչ թե վախենալ, վայ աման, ոչ իմ բան չանեմ, խելոք նստեմ, ոչ, պահել, պահպանել, գին վճարել, ներսի մարդու համար հոգ տանել։ Ինչպես խոսքդ կարդա։ Աստծո խոսքը վերցրու քեզ համար, կարդա իր խոսքը, որովհետև այս խոսքն է, որ քեզ կարող է քո փորձության ժամանակ զորություն տա հաղթես։ Որովհետև դատարկ սրտով չեն հաղթում։ Դատարկ սրտով չեն հաղթում։ Եվ եթե սխալ բանով էլ լցնես քո սիրտը, հաստատ դու չես կարող կյանքի այս մարտահրավերներին հաղթող դուրս գաս։ Ուրեմն մեզ պետք է եւ պարտադիր է, որ մենք կարողանանք Աստծո խոսքով ծանրացնենք, լցնենք մեր սիրտը։ Մեր բարի կյանքով, բարի վկայությամբ լցնենք մեր սիրտը։ Մեր ճիշտ եւ սուրբ գործերով լցնենք մեր սիրտը։ Աստծուն ծառայելով լցնենք մեր սիրտը։ Կշիռ տանք այդ սրտին։ Ծանրացնենք այդ սիրտը, որ երբ որ Աստված մեր սիրտը կշռի, ինչպես որ խոսքներ ասում քիչ առաջ, տեսնի, որ այո, այդ սիրտը իր համար իրանով լցված է։ Ամեն։ Ուրեմն Աստված տեսնում է քո ծածուկ սիրտը։ Միգուցե մարդիկ չեն տեսնում։ Գիտեք, սա ասեմ եւ անցնեմ երկրորդ կետին։ Երբեմն մենք մի բան ենք ասում, հետո փոշմանում ենք, չէ՞։ Ասում ես էդի նկատի չունեի, արդեն էլ չեն հավատում։ Դու անկեղծ ես, ես էդի նկատի չունեի։ Աստված ասում է, ես տեսնում եմ, բալես, գիտեմ, որ դու էդի նկատի չունեիր։ Բայց մարդիկ ասում են, «Տո հենց էդ էլի նկատի ունեիր»։ Ինչի որտեվ մարդիկ ուզում են լսեն այն, ինչ որ ուզում են լսեն քեզանից։ Իրանք պատրաստ են ամեն ինչ լսել այն պրիզմայով, ինչ որ կուզեն իրանց հասներ այդպես։ Ուրեմն սիրելի քույրս, եղբայրս, քեզ քաջալերում եմ, որ սիրտ առնես, իմանաս, Աստված տեսնում է քո սիրտը։ Եթե մեր սրտի վրա հույս դնենք, ասենք լավն ենք, ամեն ինչ ոնց ուզում ենք, տենց ենք անում, ոչ, մոռացեք։ Մեր սիրտը ի բնե չար է եւ խաբեփա, մահաբեր բան կա մեր սրտի մեջ, սիրելներ, ցանկություններ կան, որոնք որ ապականում են մեր կյանքը, բայց այն սիրտը, որ Տերն է տալիս մեզ, իրեն սիրելու, իրեն վայելելու եւ օրհնելու, այդ սուրբ սիրտը եկեք գանձի պես թանկ պահենք։ Ամեն։ Դրա համար առաքյալները, տարբեր առաքյալներ, թե Հովանեսը Տեր Հիսուսի խոսքերից է մեջբերում, թե Պողոս առաքյալն է մեջբերում տարբեր տեղ, Պետրոսն է սրա մասին խոսում, Աստծուն սիրելու մասին։ Սիրել, դա ամենաթանկ եւ կարեւոր բանն է։ Ուրեմն մարդիկ ինչպես կգնահատեն քո սիրտը, Աստված ուրիշ է գնահատում։ Եկեք նայենք սիրելներս երկրորդ մասը։ Աստված ինչ է տեսնում։ Աստված տեսնում է քո թաքնված հավատքը, այն հավատքը, որ մարդիկ չեն տեսնում։ Մարդիկ ասում են, «Էս ինչ ասեց, ինչ պետք էր էս»։ Աստված ասում է, հենց լավ էլ պետք է, սպասեք, հիմա կտեսնենք։ Մի կին կար, որի մասին գրված է Աստվածաշնչում, Մարկոս ավետարանի մեջ, իհարկե ուրիշ ավետարաններում էլ կան սրա մասին հիշողություններ, տարբեր հրաշքների, որ եղել են, բայց Մարկոսը նկարագրում է այս պատմությունը, մի կին կար, որ երկար տարիներ արյունահոսում էր, եւ դա մեծ խնդիր էր, շատ մեծ խնդիր էր։ Դա ուղղակի մի բան չէ, որ ժամանակ է կանցնի, դա շարունակական էր, տարիներ միգուցե տևել էր, որովհետև նայելով պատմությունը հասկանում ենք բավական երկարատև մի բան էր։ Եվ դա շատ տարածված հիվանդություն էր, բայց դրա մասին, երբ որ գրվում էր, շատ զգուշ էին, որ կարողանային բանը խայտարակ չանեն կարծես թե, բայց երբ որ արդյունքը տեսավ, Մարկոսը արագ գրեց դրա մասին։ Եվ ինչ է, նույնիսկ հին հիշատակությունների մեջ այս հիվանդության բուժման մասին կար 11 եղանակ, 11 ճանապարհ, ոնց կարելի է բուժել։ Ամեն ձև կարող էին ասել, գիտեք, որ կա բժշկական իսկական հետազոտություններ, բայց կան նաև
ինչ որ ազգային բաներ, չէ, կան մարդիկ, որ տնային բուժումներ են անում, տարբեր ձևեր են անում։ Եվ գիտեք, դրանից վերականգնվելու միջոցները կարող էր տարբեր լինել։ Օրինակի համար ասում էին, որ ամառը կարող է ջայլամի ձվի մոխիրը կտավի մեջ փաթաթել եւ ձմռանը բամբակի մեջ հագնել կամ սպիտակ էշի գոմաղբի մեջ գտնվելուց գարու հատիկը հագնել։ Դե արի հասկացի ես ինչ են անում։ Այդ մարդը իբր թե իր վիճակը հերիք չի, այսքան բանել ասում են որ իբր սա կօգնի, բայց ոչինչ էլ չէր օգնում եւ գրված է անգամ բժիշկներին էր գնացել, ամբողջ ունեցածը վատնել էր, ոչ մի օգուտ չէր եղել եւ գրված է դեռ ավելի էր վատացել։ Եվ շատ բժիշկներ փոխարենը իրեն բուժեին, առավել ինչ էին արել, չարչարել էին։ Մարկոս ավետարան 5-րդ գլխի 30 համարի մեջ եկեք տեսնենք Տիրոջ խոսքը ինչ է ասում մեզ։ Եվ շուտով Հիսուսն իր անձում իմացավ, որ իրանից զորություն դուրս գնաց, դարձավ ամբոխի մեջ եւ ասեց. «Ով դպավ իմ հանդերձին»։ Այս կինը իր սրտի մեջ որոշեց այն ժամանակ, երբ որ գրված է լսեց Հիսուսի մասին։ Իր սրտի մեջ որոշեց. ես գիտեմ, որ ինքը հրաշագործ է։ Ես պիտի գնամ, ես գիտեմ, որ կպնեմ իր շորին, ես պիտի բժշկվեմ։ Ոչ մեկ սրանից տեղյակ չէր, ոչ մեկ։ Եվ գիտեք, այս տեսակ բժշկության համար անգամ այդ բժիշկները, որոնք որ ասում էին ոչ մեկի չասես։ Ոչ մեկի չասես քո բժշկվելու ճանապարհը։ Բայց ինչ ենք տեսնում։ Այս կինը իր սրտի մեջ Հիսուսի մասին լսելով որոշեց գնա եւ կպնի Տիրոջ քղանցքին եւ Աստծո խոսքն ասում է գնաց շուտով, որ չէր կարող, իրավունք չուներ, գնար եւ կպներ Հիսուսին, բայց երբ որ կպավ Հիսուսին, հանկարծ ինչ ենք տեսնում, Հիսուսը հետ է դառնում, ով կպավ ինձ։ Հիշում եք աշակերտներն ինչ էին ասում, Տեր, ես ինչ ես խոսում, ով կպավ ինձ։ Քեզ հրմշտում են աչից ձախ, ձախից աչ, ես կողմ, են կողմ, ինչ ես ասում, ով կպավ։ Այս կպնելը ուրիշ կպնել էր, այս կպնելը զորություն տարավ ինձանից, ինձանից մի բան պոկվավ գնաց իր կյանքի մեջ, գիտեք, այն ամենը ինչ որ պոկվում է Տեր Հիսուսից եւ գալիս է մեր կյանքի մեջ, այդ բոլորը մեր բժշկությունը, մեր օրհնությունը եւ մեր փրկությունն է, ամեն։ Աստված երբեք սխալ եւ չարչարանք եւ որևէ սխալներ կամ ինչ որ մի անաստվածային բաներ չի արձակում մեր կյանքի մեջ։ Նրա բոլոր այցելությունները մեզ համար օրհնություն են։ Կարող ենք ասել ալելույա։ Ամեն։ Ամեն, արժե, այո։ Գիտեք, որ բժշկությունը ամբողջանումը այդ փորձառության դավանանքի կամ խոստովանելու մեջ։ Երբեմն մարդիկ ուզում են բժշկվեն եւ ինչ որ մի բան լում արդեն մի անգամից ոչ մեկի չասեք։ Ես այն անգամ մի բան ասեցի եւ գիտեք շատ եմ սրտումս շատ է ծանրացած այս բանը։ Երբեմն մարդիկ գալիս են Աստված բժշկում է իրանց եւ հետո հետ են վերադառնում մոռանալով որ Աստված է իրանց բժշկել, գնում են հարբելու սեղաններ են գցում։ Ես անցյալ օրը մեր Bible study ժամանակ ես բան միտքը ասեցի, որ այս միտքը ես իմ եղբորից լսեցի մի քանի օրեր առաջ, շատ ազդվեցի, մոտ 1 շաբաթ 10 օր առաջ, շատ ազդվեցի եւ սրտիս մնաց էս։ Սիրելներ, երբեք չի կարելի արաղի բաժակով տոնել այն հաղթանակը, որը Հիսուսի խոցված ձեռքերից է եկել քեզ։ Որ Աստծո որդու Քրիստոսի չարչարանքից է եկել քեզ։ Երբեք մի գնա անիրավությամբ ինչ որ բաների խոնարհվիր։ Աստծո խոսքը այսպես է ասում, սիրելներ, որ այս կինը, որ կպավ, Հիսուսն ասեց, ով կպավ իմ հանդերձին։ Դուք պատկերացնում եք, Հիսուսի մարմնին էլ չի կպել, շորին է կպել, շորից զորություն է գնացել։ Եվ տեսեք, այս կինը պատասխան ունի եւ այդ պատասխանը հետեւյալն է։ Կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտեր ինչ եղավ իրան, եկավ, ընկավ նրա առաջը եւ բոլոր ճշմարտությունն ասեց նրան։ Նա էլ ասեց նրան. «Դուստր, քո հավատքը ազատեց քեզ, գնա խաղաղությամբ եւ քո տանջանքից առողջ եղիր»։ Հալելույա, շնորհակալ եմ եղբայրս։ Այս կինը վախենալով, դողալով եկավ, բայց մի բան իրան ստիպում է, մի հավատք կար իր մեջ, որը ստիպում էր իրան չլռել, խոստովանելու հավատք էր։ Բժշկություն ընդունելը դեռևս ամբողջը չէ, դրա մասին խոստովանելու փորձությունն կա, որ դու պիտի հաղթես։ Բժշկությունը ամբողջանում է մեր խոստովանության փորձությունը հաղթահարելուց հետո։
Ես այս էի եւ հիմա այս եմ։ Հիշում եք այն կույրին Տերը բժշկեց, ասեց կույր էի, հիմա տեսնում եմ։ Դա խոստովանությունն է եւ այդ բժշկությունը հաստատուն մնաց։ Եվ Տեր Հիսուսն ինչ է ասում։ Կինը վախենալով դողալով եկավ, գետին ընկավ Հիսուսի ոտքերի առաջ։ Եվ գիտեք ինչ է ասում։ Տերն ասում է. Դուստր, աղջիկս, սա հայրական խոսք է։ Աղջիկս, քո հավատքը ազատեց քեզ, գնա խաղաղությամբ եւ քո տանջանքից առողջ եղի։ Հալելույա։ Ինչը քեզ բժշկեց? Հավատքը։ Այն որ մարդիկ ասում են դու իրավունք չունես գնաս Հիսուսին խնդրես, բժշկվես, այդ հավատքդ Աստված տեսավ։ Ծածուկ հավատքդ Աստված տեսավ։ Նա գնահատում է իմ եւ քո ներսի ծածուկ եւ թաքնված հավատքը։ Ամեն։ Եվ սրանով ուզեմ ամբողջացնեմ այս կետն անցնեմ առաջ։ Աստված տարբերում է արտաքին կրոնը իրական հավատքից։ Ձևականությունները իրականությունից Աստված շատ լավ է տարբերում։ Շատ մարդիկ ուզեցին նույն բաներն անեն, չեղավ։ Մովսեսի ժամանակ, երբ որ ուզում են դուրս անեն 10 հարվածներ եղավ, 9 հարվածները ինչ որ եղան, այդ ամեն ինչի մեջ իրանք փորձեցին ինչ որ կերպ կեղծեն, նույն բան անեն, բայց 10-րդ հարվածին չդիմացան։ Ինչ որ Մովսեսն անում էր, գավազանը գցեցոց դարձավ, կախարդներն էլ նույնը արեցին, Արունը ջուրը Արուն դարձրեց, գետը դարձրին Արուն։ Ինչ արեցին։ Բայց միթե կարելի է Աստծուն խաբել երբեք։ Աստված տեսնում է քո հավատքը, նա գնահատում է քո հավատքը։ Դու քո սրտի մեջ ունես մեծ հավատք, եւ Տերը հենց դա է ուզում քեզանից։ Երբեք քո հավատքին, ովքեր ուզում են խփեն քո հավատքին, երբեք, ասա ինձ հետ երբեք թույլ չտաս։ Երբեք թույլ չտաս, որովհետև սատանան ուղարկում է դեսպաններ, որոնք գալիս են քո հավատքը խփելու։ Եվ դու պետք է զգուշ լինես։ Ամեն։ Գնանք երրորդը, սիրելիներս։ Աստված տեսնում է ապաշխարության իսկությունը։ Աստված տեսնում է ապաշխարող մարդուն, ապաշխարող սրտին։ Երբ որ Տեր Հիսուսին խաչում էին, արդեն չարագործների հետ, գիտեք, մարդիկ ասում են 3 ավազակ կամ 3 չարագործ էր խաչի վրա։ Բայց Հիսուսը չարագործ չէր։ Իրանք 3 մեղավոր էին հանել խաչի վրա, իրանց կարծիքով, բայց նրանցից մեկը մեղավոր չէր։ Տեր Հիսուսը, նա սուրբ եւ արդար է։ Ամեն։ Եվ խաչի վրա հանած մարդիկ, այն մնացած 2 ավազակները, որոնց մեջտեղում Տեր Հիսուսն էր խաչված, աջ ու ձախ կողմերի, նրանք հայհոյում էին, եւ տեսեք ինչ է նկարագրում Ղուկաս ավետարանիչը։ Եվ Հիսուսը ասեց նրան. ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Հալելույա։ Հիսուսը խոսում է մարդու ապաշխարությունը տեսնելով։ Եթե Աստված մի բան չտեսնի մեր մեջ, նա դրա մասին չի խոսի։ Վատն էլ է, որ տեսնում խոսում է, ուրեմն տեսել է մի բան։ Լավն էլ, որ խոսում է, ուրեմն մի բան տեսել է, որ խոսում է։ Ամեն։ Խաչված ավազակները, կախված ավազակներ, այսպես է գրված, հայհոյում էին։ Մեկը էսեր ասում են, մեկներն են ասում, վերջ էսպես սաղ ամեն ինչ մեկը մյուսի հետևից, բայց հանկարծ, կարծես թե մեկը դադարեց հայհոյելուց։ Ձեզ թվում է, թե ինքը չէր հայհոյում, գրված է, որ նրանք երկուսն էլ հայհոյում են։ Եվ ինչ արեց, այն մեկը հանկարծ կանգնավ ասեց, հերիք ասեց, չէ որ մենք մեր մեղքերի համեմատ ենք տանջվում, բայց այս մարդը ոչինչ չի արել։ Եվ դարձավ Տիրոջը եւ ինչ ասեց. Տեր, հիշիր ինձ, երբ որ գաս քո թագավորությունով։ Հիշիր ինձ։ Ես հիացած եմ այս բանը։ Աստված տեսնում է անգամ այն վերջի հնարավորությունը։ Շատ անգամ մենք մարդուն ուրիշ ձև ճանաչելով ասում ենք, այս մարդը կյանքում Հիսուսին չընդունեց, գնաց դժոխք։ Սիրելի քույրս, եղբայրս, երբեք մի ասա այդպես, երբեք, որովհետև մարդիկ մահանալուց առաջ լրիվ ուրիշ բան են զգում։ Կարող է եւ այո, այդպես էլ կա որոշների համար, բայց որոշների համար միգուցե ինչ որ զարմանալի բան է տեղի ունենում։ Մարդիկ կարող է այդ պահին մեզ ռեակցիա չեն ցույց տալիս, բայց իրենք կան։ Իրանք որոշում են փոխում, զղջում են ապրում։ Եվ դա կարող է լինի ակնթարթ, եւ ոչ մեկ չի կարողանա հասկանալ, երբ այդ մարդը ապաշխարեց կամ արդյոք սիրտը բացեց Տիրոջ առաջ, թե ոչ։ Եվ Հիսուսն իրան ասում է.
ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Ամեն։ Գիտեք, որ ապաշխարությունը հետաձգում չունի։ Ապաշխարությունը գործում է նույն վայրկյանին, նույն սկզբունքով, նույն ձևով։ Ապաշխարություն հավիտենական կյանք։ Ապաշխարել նշանակում է ընդունել այն ամեն ինչ, որ Աստված է արել, հավատքով վերցնել դա, հետ կանգնել, զղջալ արած մեղքերի համար եւ սիրտ բացել Աստծո առաջ։ Եթե կա հնարավորություն ապրել ապաշխարությունից հետո, ես կարծում եմ, որ այս երիտասարդը պետք է դառնար միգուցե զորավոր առաքյալներից մեկը։ Կարող էր լինել, բայց նրան չտրվեց այդ հնարավորությունը։ Ուրեմն սիրելներ, մարդիկ խաչի վրա հանեցին 3 չարագործ, բայց Հիսուսը այն մեկին հետը վերցրեց ու միանգամից գնաց երկինք։ Գիտեք, որ երկինք դրախտ մտնողներից, Հիսուսի արյունով փրկված մարդկանցից ուղիղ իմաստով դրախտ մտնողների առաջինը այս մարդն է եղել։ Այս մարդը ում բոլորը ճանաչում են որպես չարագործ։ Մենք մտածում ենք առաքյալները, նահատակները, Ստեփանոսն են եղել, ոչ։ Այս մարդն է եղել առաջինը, Հիսուսի արյան եւ նրա մահվան առաջին պտուղը։ Կարող ես ասել ամեն։ Այո։ Եվ Գործք առաքելոց 3-րդ գլուխ 19 համարի մեջ մենք տեսնում ենք ինչ հետաքրքիր խոսք կա գրված։ Ուրեմն զղջացեք եւ ետ դարձեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, որ Տիրոջ երեսից հանգստանալու ժամանակները գան եւ նա ուղարկի առաջուց ձեզ համար քարոզված Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Ուրեմն զղջացեք, հետ դարձեք, որ ձեր մեղքերը ներվեն, սա ապաշխարությունն է, որ Տիրոջ երեսից ինչ գա հանգստանալու ժամանակներ։ Ապաշխարած մարդը զգում է, որ հանգիստ ունի, չէ՞։ Ապաշխարությունը խաղաղություն է բերում։ Զգում ես, որ աշխարհը փոթորկոտ է, դու ուրիշ ձև ես վերաբերվում։ Քո կյանքը, քո ապրումը, քո զգացողությունը լրիվ ուրիշ ձև է։ Եվ սա գեղեցիկ մի բան է, սիրելի քույրս, եղբայրս։ Տիրոջ երեսից հանգիստ կամ խաղաղության ժամանակներ են գալիս։ Եվ ասում է, որ նա կուղարկի Հիսուս Քրիստոսին, որ քարոզվեց։ Նա ուղարկում է։ Ապաշխարությունից հետո դու զգում ես անմիջականություն Քրիստոսի հետ։ Աստված տեսնում է հենց այդ քո ապաշխարող սիրտը։ Զղջում, դարձ, ապաշխարություն, մերժել անցյալը, մերժել սխալը, մեղքը, հինը եւ նայել Քրիստոսին, ով քեզ համար կյանք տվեց։ Նայել իրան, որի միջոցով դու Աստծո որդի կոչվեցիր։ Փարվել նրան, Հիսուսի հետ ապրել նույն տեղում, սկսում ես տեղից, որով դու պիտի շարունակես նաև քո հավիտենական կյանքը։ Ամեն։ Ուրեմն կարող ենք ասել, որ Աստված տեսնում է մեր ապաշխարող սիրտը։ Ես մի բան եմ ուզում ասել, սրանով ամփոփեմ եւ անցնեմ հաջորդ կետին։ Երբեմն լինում է անհաշտություններ ընտանիքների մեջ, տարբեր ամուսիններ են, ընտանիք են, վերջապես երեխան ծնողներ, բոլոր փոխհարաբերություններ, միգուցե ընկերական շրջապատում կամ աշխատանք, որտեղ էլ լինեք, մարդկանց հետ հարաբերության մեջ, երբեմն դու ուրիշ բան ես ուզում ասես, բայց չես կարող ասես։ Դու իրան ուզում ես ասես, լավ, դե արի մի հատ փաթաթվեմ քեզ, մոռացի հիմա, գիժ-գիժ դուս տվեցի, բայց հենց տենում ես իրան, փակվում է, չէ՞, չես կարող խոսաս։ Ուզում ես ասես, բայց մեկ էլ լրիվ ուրիշ բան ես ասում, հայ մարդ, ես այդ չէի ուզում ասել, ինչի եղավ։ Աստված տեսնում է, որ դու քո սրտի մեջ աշխատում ես, եւ դու համաձայն չես այդ սխալի հետ։ Եվ Աստված ընդառաջ է գալիս ապաշխարող սրտին։ Երբ որ կա ապաշխարություն, Քրիստոսը մտնում է։ Եթե չկա ապաշխարություն, քարոզված Քրիստոսը չի կարող մտնել։ Պարզ է։ Գնանք առաջ, սիրելիներ, հաջորդը, մեր 4-րդ կետը։ Նվիրում, որ կարող է սխալ հասկացվել։ Նվիրումներ, որ մարդիկ ուրիշ ձև են տեսնում, բայց Աստված լրիվ ուրիշ ձև է տեսնում։ Մի պատմություն, որի մասին գրված է Մարկոս ավետարանում, ուզում եմ, որ բոլորս ուշադրությամբ լսենք։ Եվ երբ որ Բեթանիա էր, Սիմոն Բորոտի տան սեղան նստած մի կին եկավ, որ մի շիշ ազնիվ թանկագին նարդոսի յուղ ուներ, եւ շիշը կոտրեց, նրա գլխի վրա թափեց։ Բայց կային ոմանք, որ իրանց մեջ դժվարացան ասելով. ինչու համար եղավ յուղի այդ կորուստը, որովհետև կարելի էր դրան 300 դահեկանից ավելի թանկ ծախել եւ աղքատներին տալ, եւ շատ հանդիմանում էին այն կնոջը։ Միկին, որ որոշել էր իր սրտից Աստծո որդուն նվեր տանել։ Նվերը տարօրինակ էր։ Մարդիկ չհասկացան ինչ է կատարվում։ Միկին եկավ, Մարիամ, որ Բեթանիայից էր, անունը Մարիամ, եկավ,
հասավ Հիսուսի մոտ, մտածում են, որ այս ինչ թանկանոց յուղ է։ Բոլորը գիտեն, հոտից զգում են ինչքան թանկանոց է։ Ես հեսա պիտի նվիրի, տանենք ծախենք, ահագին բյուջեն կհարստանա մեր։ Եվ ով ասում դա, Հուդան։ Նա, ով որ գող էր եւ գանձանակն իր մոտ էր։ Եվ ինչ է տեղի ունենում։ Մարիամը չի տալիս աշակերտներին, չի տալիս կոնկրետ Հիսուսին, ինքն իր ձեռքով կոտրում է շիշը կամ պայթեցնում կամ ինչ որ մի ձև եւ լցնում է Հիսուսի գլխի։ Ինչպես է գրված, նրա գլխի վրա թափեց։ Ասում է, ոմանք խառնվեցին իրար, չհասկացան ինչ տեղի ունեցավ։ Չհասկացան, ինչի համար այդ կորուստը, ինչի թափեցիք ամորտ այսքան, գիտեք, որ կանայք ընդհանրապես իրենց ամուսնության համար, իրենց ամբողջ երիտասարդության կյանքում տարբեր յուղեր էին հավաքում, որ դա անուշահոտություն էր, որ հետո իրանց հարսանիքներին պետք էր գալու։ Որոշները կարող էին վաճառել, որովհետև թանկանոց էր։ Օրինակ, դա նման էր, պատկերացրեք, ոնց որ մեկը ոսկի հավաքի։ Չէ՞, ոսկի հավաքի, որ երբ որ գա արդեն իր երջանկության օրը, ինքը կարողանա որոշները կախի որպես զարդ իր վրա, որոշները կարող է հանկարծ բանանի, չէ, վաճառի, որ գումար վերածվի եւ գումարով կարողանա իր հարցերը լուծի։ Այս աղիկինը բերեց եւ լցրեց Հիսուսի գլխին։ Կողքից մտածեցին, ես ինչ վատ բան արեց։ Սխալվեց։ Ախր դրա գինը այնքան շատ էր, 300 դահեկան, դա գիտեք բավական մեծ գումար էր եւ աղքատներին բաժանենք։ Գիտեք, մենք շատ անգամ ենք մտածում, որ այս մարդը սխալ զոհաբերություն արեց։ Գիտեք, որ մեծ զոհաբերությունները մեծ փորձության եւ մեծ խոսքերի առիթ են դառնում։ Մենք ունեցել ենք մարդիկ, այո, փառք Աստծուն յուրաքանչյուրի համար, ովքեր որ իրենց սիրտը բացել են, ոչ միայն սիրտը, այլ նաեւ գրպանը։ Գիտեք, եթե մեկի սիրտը բաց է, գրպանն էլ է բաց։ Եթե մեկի սիրտը բաց չի, գրպանն էլ է փակ։ Ուրեմն մարդու գրպանից կիմանա սիրտը բացա թե չէ։ Սիրելի տատիկ, պապիկներ, ձեր թորների համար դուք ընդհանրապես գրպան ունեք, թե չունեք։ Չկա։ Ինչ գրպան։ Ամեն ինչ իր համար, չէ՞, տենց ձեր զավակների համար, ձեր սիրելիների համար, երբ որ սիրում եք, ուրեմն բայց տեսնում եք, որ մարդիկ սխալ հասկացան, սխալ է, կորուստ է, եւ դա ճիշտ չընդունեցին։ Դա նեղացնում է մեզ։ Վերջապես շատ սկսեցին հանդիմանել, գրվածա շատ էին հանդիմանում այդ կնգան։ Բա դու ամոթ չարիր, այսքան էս արիր, այն արիր։ Դուք որ գալիս եք նվիրատվություն եք անում Տիրոջ տան համար, Աստծո գործի համար, սիրելի քույրերս, եղբայրներս։ Միգուցե մեկը կա եւ կամ միգուցե շատերը կան, որ նստում են ձեր ականջին։ Գումարների նկատմամբ միշտ կասկած հարցականներ դնելու ձեր աչքի առաջ։ Ինչ հալնում, ոնց հալնում, ինչ սխալ արեցիր։ Տաներ էդի տայրմյան աղքատի։ Հիսուսը մի բան ասում, ասում աղքատներին ամեն ժամանակ ձեր հետ ունեք։ Այ ինձ չունեք։ Դրա մասին հիմա կասենք, բայց տեսեք ինչ է կարևորը։ Միշտ այդ մարդիկ կլինեն, որոնք որ չեն հասկանա քո արած նվիրատվությունը, թե դու ինչու դա արեցիր, դրա համար հիշեք, որ Տեր Հիսուսը մի հետաքրքիր բան է ասում։ Երբ աջ ձեռքդ մի բան անի կամ ողորմություն անի, ձախդ թող չիմանա, ինչը որտեղ սխալ է հասկանալու։ Նա սխալ կհասկանա քո զոհաբերությունը։ Նա քո նվերը ճիշտ չի ընդունի, չի կարող հասկանալ։ Ինչի տարավ էս մարդուն էսի տվեց։ Այ մարդ իր մեջ ուրիշ աշխարհ կա, դու դրանից տեղյակ չես, բայց տեսեք, բացահայտում է տեղի ունենում եւ Մարկոս ավետարանիչը շարունակում է այս խոսքերով։ Հիսուսն էլ ասեց. «Թույլ տվեք դրան, ինչու եք նեղություն տալիս դրան։ Դա մի բարի բան գործեց ինձ վրա, որովհետև ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունեք, եւ երբ որ կամենաք, կարող եք նրանց բարի անել, բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չունեք։ Դա ինչ որ ուներ, արեց, առաջուց իմ մարմինն նոցեց թաղման համար։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ուր այս ավետարանը քարոզվի բոլոր աշխարհի մեջ, դրա իշտակի համար նա էլ կխոսվի, որ դա արեց»։ Հալելույա։ Մի բան արեց, լսեք մի քանի կարևոր կետ։ Ասում է թույլ տվեք, ինչի եք նեղություն տալիս իրան, պաշտպանում է իր նվիրատուին։ Դու գիտեք, որ յուրաքանչյուր անգամ ես զգացել եմ դա իմ կաշվի վրա, ոնց ասում են։ Երբ որ ես իմ նվիրատվությունը արել եմ Տիրոջը, զգացել եմ, որ Աստված ինձ պաշտպանել է բոլոր իմ հալածող մտքերից։ Դրանք ոչ թե չկան, շատ կան, բայց դրանք գալիս են դեմ են առնում Հիսուսի ձեռքերին։ Նա պաշտպանում է
իր նվիրատուին։ Ինչու, որովհետև նա շատ լավ գիտեր ինչ են անում մարդիկ։ Մարդիկ նվերներ են տալիս, գալիս են, տարբեր բաներ են անում, բայց այստեղ Հիսուսի վերաբերմունքը ոչ թե այդ օրվա կամ իր ծառայությունը քաջալերելու համար էր, այլ փակագծեր է բացվում։ Դա մի բան գործեց, ասում է մի բարի գործեց, որովհետև ասում ամեն ժամանակ դուք աղքատներին ունեք, բայց ինձ չունեք։ Թույլ տվեք մի քիչ ճակերտ բացեմ այստեղ։ Այն ինչ որ Աստծուն պետք է անեք, Աստծո անվանտակ բանը ներողություն, Աստծո հաշվին ուրիշներին մի արեք։ Այն ինչ որ պետք է անեք Աստծուն արեք։ Մարդկանց ունեք միշտ, բայց այս տեսակ ծառայությունը կամ այս տեսակ մոտեցումը կամ այն նվիրատվությունը, որ դուք սրտանց անում եք Տիրոջը, Աստված հենց դա տեսնում է, սիրելի քույրս, եղբայրս, եւ դու մի բան ես անում, որ մարդիկ չեն հասկանա, բայց դու լավ ես հասկանում։ Ես կարծում եմ, որ նա հայտնությունով էր եկել այդ գործը արեց։ Նա հենց այնպես չարեց։ Այս կինը հայտնություն առավ Տեր Հիսուս Քրիստոսի թաղման, չարչարանքների եւ նրա հարության համար եւ ավետարանի ամբողջական ճամփորդության համար, որ մինչ օրս եւ մինչ դարերի վերջ կգնա։ Եվ Տեր Հիսուսն ինչ է ասում։ Ասում է, նա ինչ որ ուներ արեց։ Առաջուց իմ մարմինը օծեց, իմ թաղման համար։ Մարմինը չոծեցին գերեզմանում, երբ որ առաջին անգամը, որտեղ անում էին այդպես։ Այս կինը հաստատեց Տիրոջ թաղման օծումը եւ ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, որտեղ քարոզվի այս ավետարանը, այս կնոջ արածն էլ պիտի խոսվի։ Ինչ որ դու անում ես Տիրոջ տան համար, լուռ մնալ չի կարող։ Ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ սիրում ֆինանսից խոսել, բայց ես հասկանում եմ, որ այստեղ բավական լուրջ ներդրման մասին էր, որ խոսում էր առաքյալը։ Եվ Տեր Հիսուսի խոսքերն է մեջ բերում։ Որտեղ կքարոզվի ավետարանը, ես լրիվ ուրիշ տեսարան եմ տեսնում, թույլ տվեք իմ սիրտը բացեմ մի քիչ։ Գիտեք, որ հիմա, երբ որ մենք նպաստում ենք Տիրոջ ավետարանի գործին, ավետարանի գործը կշարունակվի, կգա մի օր, որ ես չեմ լինի, բայց ավետարանի գործի մեջ դրած իմ ներդրումը կգնա եւ որտեղ ավետարանը կքարոզվի, սա նշանակում է, որ դու չես լինի, բայց ավետարանը կքարոզվի։ Լսում եք։ Քո արածը կհիշվի, որ դու նպաստեցիր, որ ավետարանը քեզնից հետո գնա։ Նա էլ կնպաստի, որ ավետարանը իրանից հետո գնա։ Նա էլ կնպաստի, որ ավետարանը նրանից հետո գնա։ Ամենտեղ, երբ որ քարոզվի ավետարան, դու դրա մեջ բաժին ունես։ Հալելույա։ Երկնքում քո մասին էլ կխոսվի, որտեղ առաքյալն ասում է, այստեղ մարդիկ են վերցնում քո տասանորդը, այնտեղ նա։ Հալելույա։ Ուրեմն հիշեք, մեր գործողությունները, որ ուղղված են Աստծուն, որ մենք անենք, մարդիկ սխալ կհասկանան, բայց Աստված ճիշտ։ Մարդիկ կարող են համանել, որ դա վատնում էր։ Հիսուսն ասում էր, դա մարգարեական զոհաբերություն է։ Մարդիկ ասեն, դա իզուր էր։ Հիսուսը կասի, դու ճիշտ ժամանակին արեցիր դա։ Մարդիկ ասեն, իմաստ չունի քո արածը։ Հիսուսը կասի, դու դա արեցիր իմ մարգարեական քայլը հաստատելու համար։ Մարդիկ կասեն, որ դու ում համար էդի արեցիր։ Հիսուսը կասի, դու հենց ինձ համար արել, քեզ ինչ։ Չէ՞։ Հիսուսի համար ես արել։ Ինչ որ անում ես, Աստծո փառքի համար ես անում։ Ուրեմն այն, ինչ մարդիկ կարող են քննադատել, կարող է Աստծո աչքին լինել թանկարժեք զոհաբերություն։ Եվ ես Աստծո խոսքի մեջ ուրիշ ոչ մի տեղ այսպիսի թանկարժեք ավետարների մեջ նկատի ունեմ։ Այսպիսի թանկարժեք զոհաբերություն ես չեմ տեսել։ Չկա։ Ամենաթանկ զոհներ գործներ, որ այս կինը արեց։ Եկեք գնանք վերջինը, սիրելիներ։ Աստված տեսնում է ուրեմն քո գործն էլ, բայց մի կարևոր բան էլ կա, որ նա տեսնում է։ Դա քո ծածուկ աղոթքն է։ Առաջի թագավորաց գրքի մեջ մի հետաքրքիր պատմություն կա մի կնոջ մասին, որի անունն էր Աննա։ Այս Աննան իր ամուսնու երկրորդ կինն էր։ Առաջին կնոջից երեխաներ ուներ, Հեղկանայից, եթե չեմ սխալ, մի րոպե հիշեմ։ Հեղկանան իր ամուսինն էր, այո, Փենանան։ Փենանայից զավակներ ուներ իր ամուսինը, բայց ինքը չուներ, փակված էր, չէր ելնում։ Եվ գիտեք, գրված է ամեն տարի Փենանան անպատվում էր Աննային։
անարգում էր իրան, ասում դու ինտերնես Աստված ձեռը քաշե քեզանից, դու երեխա չես ունենում։ Եվ ամուսինը բարեպաշտ մարդ էր, գիտեք ինչ էր անում, գրված է, որ տարբեր տեղեր էր գնում, որ Աստծո առաջ երկրպագություն անի, միգուցե այն կնոջից Փենանայից հոգնել էր, ասում էր, ես էլ սրա ձեռն արդեն կրակնեմ ընկե, հասկացանք երեխայից բերե, բայց գրած է, բայց Հեղկանան սիրում էր Աննային, բայց նա երեխա չուներ։ Ասում է տարբեր տեղեր էր գնում, զոհեր էր անում, ինչ որ բաներ էր անում, որ կարծես թե ենթադրաբար ասում եմ Աննային էլ մի բան արա, այլ Տեր Աստված ջան, ես իրան այնքան շատ եմ սիրում, ուզում իր սերունդը օրհնված լինի, երեխա տուր իրան, բայց լուր ոչինչ տեղի չի ունենում։ Հանկարծ մի օր Աննան վերակենում եւ գնում է Աստծո տուն, որտեղ Հեղի քահանան էր եւ այդտեղ ինչ որ մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունենում։ Եկեք նայենք միասին, որ ինչ էր անում Աննան Տիրոջ տան մեջ։ Եվ Աննան իր սրտից էր խոսում, միայն նրա շրթունքներն էին շարժվում, բայց ձայնը չէր լսվում, նրա համար Հեղին նրան արփած կարծեց։ Աննան եկել է, Հեղին նստած է, ես պատկերացրեք, որ ասեմ են ինչ որ իրականություն է, տեսել եմ գրած է։ Հեղին նստած է դռների մոտ, Աննան գալիս է, եկավ, գնաց նստավ են կոմի վրա, ու Աննան սկսում է խոսել։ Գիտեք ինչ է գրած, գրած է, որ Հեղին չէր լսում ինչ է խոսում, նայում էր իր բերանին, նայում էր Աննայի բերանին, ինչ է խոսում։ Ես մտածում եմ, միգուցե ուզում էր հասկանալ ինչ բառեր է ասում, ինչի համար է եկել։ Վերջում գիտեք ինչ պատկերացրեց, ասեց հաստատ այս կնիկը հարբած է, խմած է, ինչի որովհետև չհասկացավ, երբ որ մարդիկ քեզ չեն հասկանա, քեզ կդնեն ոչ ադեկվատ մարդու տեղ։ Քո աղոթքը չեն հասկանա։ Երբ որ դու աղոթում ես, միգուցե լեզուներով ես աղոթում, Սուրբ Հոգով լցված ես աղոթում, միգուցե բառեր ես ասում, մարդիկ ուզում են հասկանան ինչ ես ասում, քեզ ինչ է ասում, ինքն ու իր հայրը, ինչ ես մտնում այդ մարդկանց այդ երկուսի արանքը։ Համաձայն եք ինձ հետ, չէ՞։ Որոշ մարդիկ, չէ, բայց չիմանանք ինչ է աղոթում։ Իա, բարլուս։ Մնացել էր դու իմանար, ես իմ Աստծուն ինչ եմ աղոթում, չէ՞։ Որոշն ասում են, դե որ տենց է, ուրեմն մի աղոթեք, լեզուներ մի աղոթեք։ Սիրելիս, եթե տենց է, շատ ես ուզում աղոթի, թող թարգմանության պարգևը գործի քո մեջ, որ իմանաս ինչ եմ աղոթում։ Ոչ թե իմ պարգևը լռեցրու, որ ես չաղոթեմ։ Եվ ասում է, Աննան իր սրտից խոսում էր Աստծուն։ Շրթունքները շարժվում էր, ձայն չկա։ Աստված քո անձայն, քո լուր, թաքնված, ծածուկ աղոթքները տեսնում եւ լսում է։ Հիշում եք Տեր Հիսուսն ասեց, երբ որ աղոթք ես անում, ինչ արա։ Գնա մտի քո սենյակ։ Քիչ հետո դրան կանրադառնա։ Ուրեմն Աննան զարմանալիորեն գրված է, որ երեխա ունեցավ։ Թեև շատ անարգանք տարավ եւ անգամ քահանան հանդիմանեց իրան, ասեց այ կին, ասեց ամոթ չես անում, հարբած եկել ես, ասեց ես վշտացած սրտով կին եմ, եկել եմ որ Աստծուց զավակ ուզեմ, չէ՞։ Գրված է դրա մասին առաջին թագավորաց հենց առաջի գլուխ 26-27 համարները։ Եվ Աննան ասեց. Ով Տեր իմ, քո անձը կենթանի է, ես այն կինն եմ, որ այստեղ քեզ մոտ կանգնեցի Տիրոջ աղոթք անելու համար։ Ես այս տղայի համար աղոթք արեցի, եւ Տերն իմ խնդրվածքը ինձ տվավ, ինչ որ նրանից խնդրեցի։ Երեխան ունեցել է, վերադարձել է ինչ որ ժամանակ եւ հանկարծ ինչ ասում է, «Էս են երեխեն է ու ես են կինն եմ, այն որ դու ասում ես խմած եմ, դու չէիր հասկանում ինձ»։ Տեսար ես ինչի համար եմ աղոթել։ Աստված ծածուկ աղոթքները տեսնող է։ Նա շատ լավ է հասկանում ինչ է կատարվում քո ներսում։ Որոշ մարդիկ ասում են, բարձր աղոթենք, բարձր աղոթելը իր տեղն ունի, բայց երբեմն բաներ կա, որ դու կրում ես քո ներսում, չես կարող բարձրաձայնել։ Դրանք թաքնված ապրումներ են, թաքնված խոսքեր են, որ մենակ դու ասում ես դա Տիրոջը գաղտնի սենյակի մեջ։ Եվ Տեր Հիսուսը այդպես է ասում, սիրելիներս, երբ որ կարդում ենք Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 6-րդ համարը, տեսեք ինչ է ասում։ Բայց դու երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը եւ դուռդ փակած աղոթք արա դեպի քո հայրը, որ ծածուկումն է, եւ քո հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ։ Հալելույա։ Բայց դու երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը, դուռդ փակի ու աղոթք արա դեպի հայրը,
Հայրը գրված է, երբ հայրը որ տեսնի քո աղոթքը, դու գիտեք, որ ինչ որ մենք խոսում ենք, դա նկարագրվում է կարծես։ Ինչի որտեղ մենք իրականում խոսելու մեջ էլ ինչ որ պատկեր ենք ստեղծում։ Համաձայն եք ինձ հետ։ Մարդը մի բան խոսում է, ինքը իր մեջ գծում է, արդեն այդ պատկերը տեսնում է։ Մեր աղոթքն էլ պատկեր ունի։ Երբ որ մենք աղոթում ենք, կարծես մենք մի նկար ենք նկարում եւ Աստված նկարն է նայում։ Քո աղոթքը ոչ թե լսում է միայն, այլ նա տեսնում է։ Գրված է հայրը, որ տեսնում է քո ծածուկը, քո աղոթքը, հայտնի հատուցում անում քեզ։ Ամեն։ Ճգնավորները, գիտեք, ժամանակին գնում էին դուրս մարդկանցից հեռու, բավական հեռու, եւ այդտեղ փորձում են իրանց կյանքը ապրեն մենության մեջ։ Բայց այդ մենությունների մեջ երբեմն մարդիկ ավելի շատ բաներ զոհում են, կորցնում են, քան շահում էին, որովհետեւ երբ որ իջնում են ցած, փորձությունը իրանց առաջ ավելանում էր։ Եվ մարդիկ սովորում էին, որ ոչ ճգնավորությունը պետքա իրանց բան լինի, մենությունը իրանց պետքա ինչ որ Աստծո մասին հայտնություններ տա կամ նկարագրի, այլ հարաբերությունը, Աստծո հետ ունեցած հարաբերությունը։ Որտեվ գիտեք, Աստծո աչքերը նայում է, Աստծո աչքերը շրջում են ամենտեղ, ինչպես որ մնացորդած գրքի մեջ է գրված 16-րդ գլուխ 9-րդ համար եկեք նայենք։ Որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որ զորացնի նրանց, որոնց սիրտը ուղիղ է նրա հետ։ Որոնց սիրտը ուղիղ է, Աստծո աչքերը ման է գալիս, նայում է, որ գտնի մարդկանց։ Երբ որ Մովսեսը կանգնած էր ծովի առաջ, Կարմիր ծովի առաջ, գրված է, որ լուր ոչ մի բան չկա, ոչ մի ձայն չկա կարծես, հանկարծ Տերը խոսում է իրան, ասում է, ինչու ես կանգնել եւ աղաղակում։ Ձեն չկա։ Ոչ մի չկա գրած, որ Մովսեսը աղաղակում էր։ Մովսեսը կանգնած էր փաստի առաջ, բայց Աստված տեսնում էր իր ներքին աղոթքը, ծածուկ աղաղակներն էր տեսնում։ Եվ չգիտեմ, միգուցե դրանք հառաչանք էին, խնդրվածք էին, պաղատանք էին, ինչ էին, բայց Աստված դրանք տեսնում է։ Սիրելի քույրս, եղբայրս, մարդը չի կարող տեսնի քո ներքին աղաղակները, բայց Աստված տեսնում է դա։ Մարդիկ չեն կարող տեսնել, թե դու ինչ ես զգում, ինչ ես ապրում, ինչ ես ուզում անես, ինչ քայլեր, ինչ ներսումդ, ինչ իրավիճակ է, բայց Աստված տեսնում է քո սրտի խորքերը, որովհետև ասում Աստված նայում այն խորը տեղը տեսնի, որ մեկնա, որ իր սիրտը ուղիղ է Աստծո հետ։ Ամեն։ Կարող ենք մենք էլ այսօր ասել, Տեր, քննի իմ սիրտը, եւ տես, ես ուղիղ եմ քո հետ։ Գիտեք, որ մարդիկ ինչպես որ ճանաչում են, ըստ դրա սկսում են քեզ վերաբերվել։ Գիտեք, որ Աստված մեզ ինչպես է վերաբերվում։ Նա մեզ լավ է ճանաչում։ Գիտի, որ մենք ոչ մի բան ենք։ Ինչքան էլ ուզում ենք բարձրանանք վեր թռնենք, Աստված մեզ ճանաչում է իր շնորհքով, Քրիստոսի արյան միջոցով։ Մենք լրիվ ուրիշ արժեք ունենք իր աչքին։ Մարդիկ ուրիշ բան կպատկերացնեն, բայց Աստված լրիվ ուրիշ բան։ Ամեն։ Ուրեմն սիրելի իմ քույր, սիրելի իմ եղբայր, հիշիր, որ Աստված նայում է քո սրտին, այն իրական թաքնված տեղը, Աստված նայում է քո թաքնված հավատքին, որ մարդիկ կարող է ուրիշ ձև հասկանան քո հավատքը, բայց դու գիտես ինչի համար է եւ ում ես հավատում։ Քո ապաշխարությանն է Աստված նայում, որ մարդիկ չեն հասկանա քո ապաշխարությունը, բայց Աստված գնահատում է քո նվիրումը։ Աստված նայում է քո նվիրման ձևին, նա նայում է քո զոհաբերությանը ոչ թե արժեքներին, ոչ թե դրա գումարային արժեքին, այլ քո արած գործի ամբողջ հարստության արժեքին է նայում։ Աստված նայում է քո ծածուկ աղոթքին, որ մարդիկ չեն հասկանա, բայց Աստված տեսնում է այդ աղոթքը։ Ուրեմն հիշեք, երբ ինչ վիճակում էլ լինեք, մեկ ճշմարտություն կա, Աստված մեզնից հեռու չէ։ Նա մեզ լավ է ճանաչում։ Նա մեր կողքին է մեզ օրհնելու համար, մեզ սիրելու համար, մեզ քաջալերելու համար, բարձրացնելու համար։ Եվ եթե որևէ տեղ լսում ես, որ մարդիկ ճիշտ չեն հասկանում քո հավատքը, մի փորձի պատերազմես իր հետ։ Անցի առաջ, հաշվի, որ այդ մարդը չի հասկանում, գնա առաջ, կարևորը Տերը հասկանում է։ Ամեն, եկեք կանգնենք նրա ներկայության մեջ։ Մի հետաքրքիր համար կա Սուրբ գրքի մեջ, ես կխնդրեմ պաշտամունքի խումբը բարձրանա այստեղ։ 139 Սաղմոսի առաջի համարը շատ գեղեցիկ է։ Առաջի երկու համարներից մեջ բերում եմ անում, ասում է Տեր, դու քննեցիր ինձ եւ
ճանաչեցիր ինձ։ Դու գիտես իմ մտքերը հեռվից։ Նա հեռվից գիտի իմ քո մտքերը։ Նա քննել է մեզ, նա ճանաչում է մեզ։ Ես տարիներ առաջ մի հայտնություն առա, շատ հետաքրքիր էր, ես իմ երիտասարդ հենց կարելի ասել ճանապարհը սկսած ժամանակն էր, երբ որ Աստծո ներկայության մեջ մի զարմանալի այցելություն ունեցա, Տերը իմ անունը տվեց։ Դուք չեք պատկերացնի ինչ զգացողությամբ ես լցվեցի։ Ես կարծես թե գիտեք այդտենց ժամանակ տարբեր մտքեր են գալիս երբեմն չէ անհասկանալի մտքեր։ Տեր դու ինձ որտեղից գիտես։ Որտեղից։ Ո՞վ է իմ մասին պատմել քեզ։ Դու ո՞նց իմացար, որ իմ անունը Արտակ է։ Ես ուղղակի փշրվեցի Աստծո ներկայության մեջ։ Գիտեք ինչի, որտեղ ինքն ինձ լավ է ճանաչում, որտեղ ինքն ինձ լավ գիտի, քեզ էլ լավ գիտի։ Նա քեզ ամեն քո մանրամասնություններով գիտի։ Մենք մեզ այդքան լավ չենք ճանաչում, ինչքան նա է մեզ ճանաչում։ Եթե փորձենք մեր մասին պատմենք, ինքը մեր մասին նես բաներ կպատմի, որ մենք ուղղակի կապշենք։ Դրա համար սիրելի քույրս, սիրելի եղբայրս, եկեք վստահենք այն Աստծուն, ով ամեն ինչ գիտի եւ ուրիշ ձև է նայում մեր կյանքին։ Եկեք շնորհակալություն ասենք Տիրոջը, որ Տեր, դու ինձ ուրիշ ձև գիտես։ Դու ինձ ուրիշ ձև ես ճանաչում։ Դու տեսնում ես մի բան, որ մարդիկ չեն ճանաչում, չգիտեն, իրանք չեն տեսնում, բայց ես շնորհակալ եմ քեզ։ Հալելույա։ Սիրելի մեր Տեր, մեր երկնային Հայր, մենք փառք ենք տալիս քեզ։ Մեր սիրելի ստեղծագործ, մեր արարիչ Աստված, շնորհակալություն քեզ։ Շնորհակալ ենք, որ մեր արժեքը դու ես տվել։ Շնորհակալ ենք, որ մեր արարիչը դու ես եւ մեզ իմաստությամբ եւ հանճարեղ ես ստեղծել։ Դու մեզ այնքան զարմանալի, այնքան հիանալի ստեղծեցիր, որ մենք մեր ամբողջ կյանքում էլ կմնանք անմեկնաբանելի ինքներս մեզ, բայց գիտենք, որ դու մեզ ճանաչում ես։ Դու մեր նստելն ու ելնելը գիտես։ Դու մեր քայլելը, պառկելը գիտես։ Ամեն բան բաց եւ հայտնի է քո առաջ։ Տեր, ես աղոթում եմ, որ մեր սրտի մեջ ավելի շատ վստահություն եւ սեր առաջանա քո հանդեպ։ Այս խոսքերը լսելուց հետո, որովհետեւ գիտենք, որ երբ որ դու ես մեզ խոսում, դու մեզ այն կողմից ես խոսում, որ մենք այդպես չգիտեինք։ Դու մեզ անուններ ես տալիս, որոնց մասին մտածել անգամ մեզ համար մեծամտություն կարող է լինի, բայց դու այդպես ես ճանաչում մեզ։ Շնորհակալ ենք, որ այս արժեքները դու տվեցիր եւ ոչ թե մարդը։ Շնորհակալ ենք, որ արդյունքում քո գնահատականին ենք արժանանալու եւ ոչ թե մարդկանց։ Եթե մարդկանց համար, մարդկանց տրամադրված լիներ մեր փրկությունը, ոչ մեկս չենք փրկվի։ Եթե մարդիկ փորձեին մեզ նկարագրեին ու գնահատեին, ոչ մեկս ոչինչի արժեք չէինք ունենա, բայց մենք այսօր կարող ենք ասել շնորհակալություն այն բոլոր բարի, օրհնյալ արժեքների համար, այն բոլոր իրականության համար, Տեր, որ դու մեզ համար արել ես եւ դու մեզ այդպես ես ճանաչում։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզ։ Դու հիանալի Տեր ես։ Դու աննման փրկիչ ես։ Շնորհակալ եմ քեզ, իմ Հայր։ Օրհնիր մեզ։ Դուր մեզ Տեր, որ աչքներս ոչ թե լինի, թե ինչ են մարդիկ ասում մեզ, մեր ականջները լսեն իրանց կարծիքները։ Այո, թող դրանք լինեն, եթե սխալ ենք, շտկվենք, բայց մեր ականջները թող լսեն, թե ինչ ես ասում դու։ Շնորհակալ եմ քեզ, որ քո աչքերին մենք սուրբեր ենք, որ մենք ժառանգակից ենք Քրիստոսին եւ ժառանգորդ ենք հավիտենական կյանքի, որ մենք սուրբ ենք, որ մենք փրկված ենք, որ քո երկնային խնջույքի մասնակիցն ենք, որ մենք քո ուրախության կենտրոնում ենք։ Շնորհակալ ենք քեզ, Տեր։ Աղոթում եմ, Տեր, երբ որ սատանան կփորձի մեր քույրերին, եղբայրներին, մեր ընտանիքի անդամներից որևէ մեկին հանկարծ նսեմացնել իր կեղտոտ խորհուրդներով, արժեքազրկել, հալածել, թուլացնել, թող որ քո Սուրբ Հոգին մեր մեջ բարձրացնի այս մեծ արժեքները, որ դու մեզ ուրիշ ձև գիտես,
քո տված գինը, քո տված արժեքը, քո տված ընդունելությունը լրիվ ուրիշ է, Տեր։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզ։ Օրհնիր մեր կյանքը քո առաջ, զորացրում ես։ Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար, Տեր։ Թող փառավոր լինի քո մեծ անունը, Տեր։ Հալելույա։ Շնորհակալ ենք քեզ։ Եկեք միասին Տիրոջ ներկայության մեջ օրհնենք իրան։ Հալելույա։ Կարող նրան խոսել ու պատմել նրա իրականությունը։ Ոչ մի արտահայտություն բավարար չէ, որ նկարագրեն ինչպիսին է նա։ Սրա համար կա մեկ ճանապարհ, պարզապես երկրպագել նրան եւ ասել Տեր դու պետք ես ինձ։ Բառերն անգամ անկարող են ասել թե որքան։ Դու պետք ես ինձ։ Ավելին քան ես կարող եմ հասկանալ։ Հալելույա։ Եկեք միասին շարունակենք օրհնել Տիրոջը։ Դու պետք ես ինձ, բառերն անկարող են ասել թե որքան։ Դու պետք ես ինձ, ավելի քան կարող եմ երբևէ հասկանալ։ Դու պետք ես ինձ, բառերն անկարող են ասել թե որքան։ Դու պետք ես ինձ, ավելի քան կարող ասացին ինձ ապրի, ես սիրում եմ քեզ, դու թանկագին ես ինձ, այդ պահից հասկացա ով Տեր, որ դու պետք ես ինձ, երբ անցար իմ կողքով, և ասացի ինձ ապրի, ես սիրում եմ քեզ, դու թանկագին ես ինձ, այդ պահից հասկացա ով Տեր, հալելույա, որ դու պետք ես ինձ, շնորհակալ եմ քեզ, այդ պահից հասկացա ով Այդ պահից հասկացա ով Տեր, այդ պահից հասկացա ով Տեր, որ դու պետք ես ինձ։ Շնորհակալ ենք, որ դու մեզ այդպես գիտես։ Շնորհակալ ենք, որ ինչպես քո ծառան էր ասում, դու մեր մեղքերով չես ճանաչում մեզ։ Դու քո առատ ողորմությամբ փրկել ես մեզ եւ քո սրբությունը փռել ես մեզ վրա քղանցքի պես։ Դու ծածկել ես մեզ քո բարությամբ։ Եվ եթե ընկնենք էլ, գիտենք, որ դու մեզ վեր ես կանգնեցնելու։ Եթե շեղվենք, գիտենք հետ ես վերադարձնելու։ Եթե անգամ մեր ձեռքը թուլացնենք, գիտենք դու ամուր ես բռնելու մեր ձեռքից։ Սրա համար Տեր, մենք երախտապարտ ենք քեզ այն բոլոր բարիքների եւ օրհնությունների համար, որ դու տալիս ես մեզ։ Շնորհակալ ենք, թող որ մեր աչքերը բացվեն, որ քո աչքերով տեսնենք մեկս մյուսին։ Գնահատենք մեկս մյուսին եւ կարողանանք վարվել մեկս մյուսի հետ, ինչպես դու կվարվես։ Թող օրհնյալ լինի անունդ Հայր, մեր սիրելի Փրկչի, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ 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 Փառք ես Տեր։ Փառք ես Տեր։ Շնորհակալ ենք Տիրոջը։ Տերը օրհնի մեզ բոլորիս, վստահ եմ, որ այսուհետ մենք ուրիշ ճանաչողություն պետք է ունենանք։ Մեր Աստված ուրիշ ձև գիտի մեզ, սիրելի քույրս եղբայրս, ես ուզում եմ քեզ քաջալերեմ, որ նահանջ չապրես, առաջ գնա Տիրոջ փառքի մեջ, թեկուզ փոքր կարող է լինի, բայց առաջ գնա, ամեն։
չէի դեր քո